Առաջիկա կիրակի հազարավոր քաղաքացիներ են այցելելու Հովհանավանք քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարն է վստահեցնում։ Նա նախորդ պատարագը բաց է թողել, բայց հաջորդին որոշել է միանալ։ Ի տարբերություն Արթուր Հովհաննիսյանի, Վլադիմիր Վարդանյանը գնացել էր Հովհանավանք։ Մթնոլորտը շատ քրիստոնեական էր եւ շատ հավատավոր։ Կարգալույծի որևէ գործողություն վավեր չէ, նա իրավունք չունի լինել դասում, ատյանում, ավանդատներում, առավել եւս բարձրանալ եկեղեցու խորան, դիպչել եկեղեցու սպասքին, հայտարարել է մայրաթոռը։ Եթե կարգալույծը համառի եւ եկեղեցու վրա ամբող բերի, նրան իբրև խռովարարի պետք է հնազանդեցնել եւ սանձերը քաշել։ Ընդդիմադիրները նկատում են, եկեղեցու դեմ արշավը նոր չի սկսվել։ Փաշինյանը ցանկանում է ունենալ իր սրտի կաթողիկոսին։ Կարգալույծ կանոնային եկեղեցական կանոններով գնալ պատարագին մասնակցել, դա էլի եկեղեցին թիրախավորելու մի գործիքակազմ է։ Իշխանությունը պետք է հրաժարվի այն գործելավոճից, որը հասարակությանը տանում է հերթական պառակտման։ Սա ոչ մի լավ տեղ չի տանելու, վստահ է Գառնիկ Դանիելյանը։ Առանց այն էլ մեր հասարակությունը առավել քան պառակտված է։ Արթուր Հովհաննիսյանը դատապարտում է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի տարածումը։ Մարդու անձնական կյանք ներխուժելը նման ձևով եղկելի եւ դատապարտելի։ Ընդդիմությունը չի հավատում իշխող ուժի անկեղծությանը, հիշում են ամիսներ առաջ ԿՊԱ-ականները Հովիկ Աղազարյանի հեռախոսն էին փորփրում։ Չեմ ուրախանա, որ վաղը մյուս օր ԿՊԱ-ականների էլի անձնական բնույթի, չգիտեմ, տեսակ կամ նկարահանումները կամ եսի ինչը էլի հանրության, չգիտեմ, ինչ որ մեդիա բաներով գնա եւ դա ես էլի ընդունելի չեմ համարում։ Վատ տեղ է տանում, դա լավ տեղ չի տանում։ Հովհաննիսյանը չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է փաստական այլ հանգամանքներ պարունակող տեսանյութեր հայտնվեն համացանցում եւ քննարկման առարկա դառնան։ Լավ կլինի, որ հանկարծ ու հանկարծ ուրեմն ձեր կողմից իշատակված տեսանյութի պես տեսանյութեր հանկարծ ու հանկարծ էլ չտարածվեն, ես խորը վիշտ կունենամ, եթե նման տեսանյութեր էլի տարածվեն հոգևորականների մասին։ Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու գործընթացը լինելու է եղբայրական մթնոլորտում, ասում են իշխող ուժի պատգամավորները։ Երկխոսություն չի կարող լինել նրա մասին, որ կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգևորական պետք է շարունակի իր ծառայությունը եւ մենք որպես հավատավոր ժողովուրդ հաշտ լինենք դրա հետ։ Պատիվ ունեմը եկեղեցու կողքին է, պետք լինի նաեւ փողոց դուրս կգան։ Եթե վեհապար հայրապետը համարի, որ այդ թվում նաեւ փողոցային ակցիաների միջոցով անհրաժեշտ է պաշտպանել մեր եկեղեցին, հանրապետականը կլինի ամենավտանգավոր տեղում։ Իշխանություն եկեղեցի դիմակայության հանգուցալուծումը Հայկ Մամիջանյանը պատկերացնում է իշխանության խոնարհությամբ։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։